Ողջույն, ձեզ այդ գրաքաղաքական պոդքասթն է, արձակագիր Հայկ Հովյանը, գրականագետ Թագուհի Ղազարյանը, Լևոն Խեչոյանը, Սև գիրքն ու ծանր բզեզը։ Այս գրքի կապակցությամբ ես սև եմ հագել, Թագուհին էլ ու փորձել եմ ծանր նստել։ Խեչոյանը, Թագուհի, ես գիտեմ, որ դու քո դիպլոմային աշխատանքը հենց այս վեբն ա եղել։ Այնպես որ դու սկսի գիրքը ներկայացնել որպես այս գրքին առավել ծանոթ մարդ։ Ճիշտ ես ասում, Հայկ, ես այս գրքի հետ աշխատել եմ, բայց դա մոտավորապես 13 տարի առաջ էր ու ինձ համար հետաքրքիր էր վերընթերցելը, որովհետև այն ժամանակվա իմ ունեցած գիտելիքներով, գրական գիտելիքներով, ճաշակով, տեղեկություններով ու աշխարհի մասին ունեցած ընթերցելը մի բան էր, հիմա ընթերցելը բոլորովին այլ բան ու ես այն ժամանակ, որ աշխատում էի գրքի հետ, երևի տասնյակ անգամներ եմ կարդացել, որովհետև հենց տեքստի հետ եմ աշխատել, բայց այս նոր ընթերցանությունը ավելի քան 1 տասնամյակ անց նոր հետաքրքիր կողմ բացեց ինձ համար գրքի հետ կապված, ես մի քանի տվյալ կուզենամ ասել Խեչոյանի մասին։ Իսկ գուցե նաև կապ ուներ, որ կարդացել ես գիրքը պարտությունից հետո, իսկ ժամանակին կարդացել էիր հաղթանակար ժամանակ, կարծում դա իր ազդեցությունը պիտի որ թողած լինի։ Այսինքն իրական պատերազմ տեսած լինելու եւ տեսած չլինելու ազդեցությունը իհարկե շատ ուժեղ է ազդել, բայց մինչև այդ ես կուզեմ մի քիչ Լևոն Խեչոյանի մասին խոսենք, չնայած կարծում եմ, որ ինքը անկախության շրջանի ամենահայտնի գրողն է, ամենաճանաչված, սիրված, ընթերցված եւ դրականորեն գնահատանքներ ստացած միգուցե երբեմն նաև որը ստվերում է թողում բուն տեքստերը ինչ կուզենայի իմանալ Խեչոյանի մասին, ինքը ծնվել է 1955 թվականին Սովետական միության արանքում, ժամանակագրորեն մեջտեղներում եւ ծնվել է Վրաստանում, Ջավախքում, իր գյուղի մասին պատմությունները հենց այս գրքում էլ են երևում, իհարկե նաեւ իր առաջին գրքում Խնկի ծառերում մահացել է 2014 թվականին, ավելի քան 10 տարի առաջ Երևանում եւ այդ ընթացքում մասնակցել է Արցախյան պատերազմին, ես հիշում եմ, որ մահվանից առաջ 1 տարի առաջ էր, կես տարի առաջ էր, շատ ոչ բան մահվանից ոչ շատ առաջ Խեչոյանը շատ տենց ակտիվ լրահոսում էր հայտնվել, որովհետև հրաժարվել էր ընդունել նախագահի հայրենիքի ծառայություններին մատուցած մեդալը, այսինքն ինքը մինչև կյանքի վերջին օրերը կամ վերջին տարիները այդպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է ունեցել եւ գուցե շատ մարդիկ իրեն հիշեն նաեւ այդ կապակցությամբ ունի 4-5 գիրք, որոնցից այդ մեջտեղի 4-րդը մի քիչ հավաքածու է նախորդ գրքերից, առաջի գիրքը Խնկի ծառերն են, որը իր տոհմի պատմությունն է, երկրորդ գիրքը լույս է տեսել 1991-ին, այսինքն անկախության տարում, երկրորդ գիրքը 95 թվականին լույս տեսած պատմավեպն է Արշակարքադրաստամատ ներքինի, որը ազգի պատմությունն է ըստ էության եւ ոնց որ թե պատերազմի զուգահեռ է գրվել, չնայած ինքը ամբողջ ընթացքում մարտական գործողություններին մասնակցել է, գնալ գալով դա երկարատև պատերազմ էր եւ այս գիրքը, որը մենք քննարկում ենք, լույս է տեսել 1999 թվականին, այսինքն այս բանի էլի դարերի հազարամյակների խաչմերուկում դրանից հետո եւս մի գիրք է ունեցել վեբ արդեն Մհերի դրան գիրքը, որը հետմահու է լույս տեսել եւ այս գիրքը հետաքրքիր է նրանով, որ այստեղ կան բոլոր իր տեքստերից դրվագներ, Խնկի ծառերի մասին է պատմում, թե ինչպես էին արձագանքում իր գյուղացիները, ազգականների հետ կապված շատ հետաքրքիր դրվագել ունի, որ հերքում է նրանց ազգակցականություն, չէ՞, մեկ ասում նա քո ազգականն է, ինքն է ասել, ասում ոչ նա իմ հոր եղբոր տղան է, այսինքն իրան անդադ հեռը։ Այդ հատվածը ինչ շատ տենց Մարկեսին էր հիշեցնում, այդ 100 տարվա մենությունը, այդ իր ազգի մասին այնտեղ անալոգներ էլ կար, հա, այդ հորաքրոջ մասին միֆական, առասպելական, ինչ որ լեգենդներով, պատմություններ, որոնք հետո այդ շատ խառը սեռական հարաբերություններով ու կապերով մարդիկ, որոնք շատ մարկեսյան են, բայց այդպես գյուղի պատմություն է։ Այդ հատվածը շատ տենց Մարկես կար էլի մեջը, նու կարդալուց զգում ես, որ այդտեղ ոնց որ 3 տենց խոշոր բան լինի, պատմություն, հա, լինի, մեկը գրողի պատմությունը անձնական,
այդ գյուղի պատմությունն է ու իր տոհմի պատմությունը եւ բանակային օրագիրը հետաքրքիր է որ ես կարդալուց ինձ անընդհատ հետապնդում էր այդ զգացողությունը հատկապես այդ պատերազմական օրագրի դրվագում որ հաղթողի դիրքից պատմություն է որովհետեւ հասկանալի է գիրքը 99 թվականին գրվել է հաղթանակից հետո հա արդեն Իսկ գրելու ընթացքում արդեն պարզա թե հետագան ինչ ա եղել, հա։ Ըստ երևույթին հենց հետո էլ գրելա, որովհետև 95 թվականին ինքը դեռ ոնց որ լույս ա տեսել պատմավեպը 95-ից հետո է սկսել գրել եւ շատ հասկանալի կոնտեքստում, երբ որ պատերազմի այդ պահի արդյունքը արդեն հասկանալի էր ու որքան էլ դաժան նկարագրություններ կա, հա, պատերազմի, որը թվում է թե պատերազմից պիտի հետ քաշի, հա, մարդկանց ցույց տա, որ պատերազմը վատ բան է եւ այլն, մեկը այդ զգացողությունը իմ մոտ ընթերցելուց կար, որ այն նույնիսկ այս պատերազմական դժվարությունների չեմ կարա այտենց հիմա կոնկրետ ասեմ, բայց իմ մոտ այդ զգացողությունը կար, որ նույնիսկ այս ամեն ինչի զգացողությունը թե գիտելիք է դա էլի, ինչ հետաքրքիր։ Ես զգացողությունը անունը կդնեմ, որ այն նույնիսկ այս դժվարությունների միջով անցնելով այ վերջնարդյունքը կարա հաղթանակ լինի։ Իմ մոտ այդ զգացողությունը անընդհատ կար, որ ինքը այդ դժվարությունները նկարագրելով նաև այդ բանը կա էլի մեջ որ այս դժվարությունների միջով անցնում ենք, բայց ի վերջո սա հաղթանակի է բերելու։ Իսկն էսի պարտված մարդու աչքերով պատմություն չի պատերազմի մասին, այլ հաղթող կողմի մարդու հայացքն է այդ պատերազմին ու այդ դժվարություններին։ Ես այդ զգացողություն ունենա, որին դու կարաս չհամաձայնվես։ Ես այս գրքում պարտության ու հաղթանակի մասին քո դիտարկումներին չեմ համաձայնի, որովհետև կարծում եմ ինքը այդպիսի հարց իր առջև չի դրել ու այդ հարցին չի որ պատասխանում է, եթե քանի որ միանգամից պատերազմից խոսեցինք, ես նախատեսել սկզբում գրականությունից խոսեինք, այսինքն գրողի այդ կոնտեքստը, բայց կուզեմ քեզ իմ դիտարկումներն ասեմ պատերազմի հետ կապված իր ուրեմն տեքստերում, այս տեքստում էլի ես ինչ եմ զգում Ես չեմ զգում թե ինքը պարտության ու հաղթանակի մասին հարցեր առաջադրում ես գիտեմ այսինքն մեկ այլ տեղից հա էսեից իր գրած գիտեմ որ ինքը համարում է գրականությունը հնարավորություն պատերազմը ատել տալու համար ու ինքը պատերազմի նկատմամբ բացասական բան ունի վերաբերմունք ունի եւ արդյունքների վերաբերյալ չունի դիտարկումներ բայց մի դրվագ կա որտեղ երևում է որ ինքը արդյունքի մասին է խոսում եթե կհիշես մի օրագրային պատմություն կա որտեղ իրենք բան են այդ որ մտնում են այդ դատարկ գյուղը հետո ինչ որ շներն են սոված ինչ որ դիակներ կան որոնց վրա բզեզներ են հավաքված այդ բան էլի այդ ծանր կենցաղը իդե պատերազմը այստեղ չկա այստեղ պատերազմը միայն կենցաղ է այսինքն բուն պատերազմ է համարյա չկա կենցաղի մասին է պատմությունը թե ինչպես է պատերազմում զինվորի կենցաղը լինում օճառ չկար հացին էինք սպասում չէինք լողացել այս է իր պատմությունը զինվորի կյանքից ու ինքը այնտեղ մի դրվագ կա էլի այնտեղ գրողն է հայտ գալիս իհարկե ասում է ուզում եմ այն ինչ գրում եմ ինձ թվում է էական չի իսկ ինչն է էական կարող է այն ճանապարհին ընկած մանկական կոշիկը որ ես տեսա իսկ ինչն է էական կարող է չգիտեմ այս ինչ որ բաներ այդ գյուղի մասին որը կենսական բաներ են հա սկսում է պատմել ու ասում է իսկ ինչն է էական կարող է Արաքսի հովիտ հասնելն է էական հետո մի որոշ ժամանակ հետո երբ որ իրանք բոլորով մտնում են ինքը արդեն դրան Արաքսի հովիտ չի ասում անվանում է երազների հովիտ հրամանատարը շրջում է ասում է տես օնան մենք հասանք երազների հովիտը ինչ ես կարծում արդեն հասել ենք որովհետև իրանք չեն հասկանում ոնց որ այդ զգացողությունը փոխանցում է որ չեն հասկանում իմաստը բանը բովանդակությունը ու ինքը ասում է չէ անհնար է լինել պատերազմի ներսում եւ իր ամբողջ ծավալը զգալ ամբողջ նշանակությունը զգալ զինվորի դիտանկյունից իրանք ոնց որ չեն հասկանում այս ամբողջ ճանապարհը որ եկե հասել են ստեղ այս երազների հովիտը ասում է պատտվում հարցում է ինչ ես կարծում արդեն հասել ենք եւ հարցադրում է միշտեր այդ դրվագը հենց հաղթանակի դրվագը բանի պատերազմի ռազմական բովանդակության մեջ ինքը հենց դա հարցադրում է դրա համար ես կարծում եմ որ ինքը բան չունի այդ զգացողությունը որ դու նկարագրում ես ես չեմ զգում իր մոտ եւ ավելին ինքը նույնիսկ պատերազմի մեջ պատերազմի ընթացքում բանը ոնց որ
մենք ինչ գիտենք էլի Արցախյան պատերազմի մասին, հերոսամարտի մասին, հերոսական դրվագ, հերոսականություն չունի, ինքը բան չունի, կռիվ չունի, իրանք ասում են ոնց է ասում, ասում են թշնամու գյուղերը ընկնում էին մեկը մեկի հետևից, մենք մտնում էինք գյուղը արդեն դատարկ էր, մենք մտնում էինք գյուղը արդեն դատարկ էր, մենք ու իրար հետևից անընդհատ sense դրվագներ ա նկարագրում, այդ էլի հաղթողի պատմությունն է, էլի։ Հա։ Բայց կրբան չկա, էլի, կռիվ այդ հեշտության զգացողությունն է փոխանցում, որը որ բան է, էլի, ոնց որ այդ արիությունը, այդ բանը, ինչ պետք է անի հերոսը, չէ, հերոս լինելու համար պետք է շատ բարդ, դժվար բաների միջով անցնի, իրաց դժվարությունը այդ հացին սпасելն է, օճառին սпасելն է, այսինքն պատերազմական չի կենցաղային է իր նկարագրած դժվարությունները, մի քանի դրվագի բացառությամբ։ Ես այդ կենցաղայինի հետ տենց առանձնապես խնդիր չունեմ, տենց ֆիլմերի կամ գրքերի մեջ էլ տենց շատ ազդեցիկ պատերազմական ֆիլմեր կան կամ գրքեր կան, որտեղ տենց մարդ առանձնապես չի նկարագրվում, բայց ինքը շատ ավելի տենց ազդեցիկ ու այդ պատերազմի զգացողությունը փոխանցող է, բայց այդ չգիտեմ դժվարանում երևի բացատրեմ այդ զգացողությունս ինչից է, բայց ինձ դա անընդհատ հետապնդում էր, որ այդ վերջնական հաղթանակը այդպես կարմիր թելով ոնց որ անցնի այդ պատմությունների միջով։ Այդ մի հատ էլ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնեմ, այս որ գրողի մասին բանը խոսելուց ինքը պարտվածի աչքով չի ամեն դեպքում հաստատ, որտեղ պարտություն չի եղել։ Մի հատ սիմվոլի վրա եմ ուզում ուշադրել, չէ, պարտվածի մասին չէ, այսինքն հա ինքը ասում է ներքին հաղթանակներ չունի զինվորը, գրողն էլ ներքին հաղթանակներ չունի, այդ բանը, այդ մասշտաբի մասին չի ինքը շատ ներհայեցողական է, մենք բանը այդ դրվագը երբ պետքա սկզբում խոսել, կարելի էր դրա մասին խոսել, այս մարդու կերպարի անունը, որը գրողն է եւ զինվորն է միաժամանակ, Օնան Կարայանն է, ով է Օնանը աստվածաշնչյան կերպար է, Հուդայի որդին, իսկ Հուդան այն Հուդան է, որից առաջացավ հուդայականությունը եւ հրեական կրոնը, որի եղբայրը մահացել էր ու ինքը պետքա եղբոր կնոջ հետ կենակցեր, որպեսզի վերջինս զավակ ունենար եւ Իսրայելի տոհմը առաջանար, բայց ինքը հրաժարվում է դա անել, ոչ թե հրաժարվում է կենակցել, այլ աստվածաշնչում գրած է, որ սերմը թափում է հատակին եւ չի ուրեմն պտուղ տալիս Օնանը եւ աստված իրան պատժում է, իրան սպանում է։ Այսինքն ինքը աստծո հրաման բան անել, պտուղ տալ, ժառանգություն տալ եւ բանան պատղաբերել չի կատարում եւ դրանից է նաեւ այդ Օնանի անունից առաջացած այդ բանը էլի օնանիզմը հայտնի եւ այլն, այս իր աստվածաշնչյան կոնտեքստ ունի ու Կարայանն էլ իդեպ բան է էլի թուրքական ծագում ունի, Կարան սևա նշանակում ինքը տենց սևյան, բայց բանը ինքը այս մեսիջը, այս հղումը տալով ինքը անընդհատ իմ զգացողությամբ, թե որպես գրողի, տեսնում ես, որ ինքը տենց էլ վեպը չի գրում, ամբողջ ընթացքում փորձում է վեպ գրել եւ տենց էլ չի գրում, թե որպես զինվոր, ինքը իրան բան այդ սերմ ունենալ, բայց պտուղ չտալու բանի պատումի մեջ է դնում եւ շատ կարեւոր է Խեչոյանի դեպքում թե բանին հղումներին նայել, թե սիմվոլներին, թե միֆերին, որոնցից ինքը օգտվում է, էլի այս դեպքում ինձ թվում է այդ հղումը իմ զգացողությամբ եւ տպավորությամբ եւ վերլուծությամբ ինքը այդ հղումն է դնում Օնանի կերպարի մեջ, այլապես ինչու ընտրել այդպես ինչ որ շատ բան արած, այսպես ասած փախած անուն Աստվածաշնչից, որը ամենահայտնի կերպարը չէր էլի, այստեղ իր անունը նույնպես բանը խաղարկում է։ Գրողի հետ կապված էլ ամեն դեպքում սա քեզ հարազատ կլինի։ Հա, այդ սովետական մտավորականի կերպարն է էլի, որը այդ անցումնային փուլում, հա, ինքը չգիտի ինչ ոնց կողմնորոշվի, չգիտի ոնց պետք է գումար վաստակի, չգիտի արդեն պաշտոնյաների հետ ինչպես պիտի վերաբերվել, ինքը դեռ այդ անցյալի իներցիայով, հա, սովետական մտավորականը, որին պիտի պետությունը պահի, պետությունը պիտի հոգ տանի իր մասին, ինչ որ չեմ կանչեն ճաշկերույթների, կանչեն ինչ որ մրցանակաբաշխությունների, այդ սովետի մտավորականի կերպարն է, որը անկախությունից հետո կորցրած լինի իր ինքնությունը ու ինքը չգիտի ոնց վերադասավորվի արդեն նոր իրականության պայմաններում,
պետության պայմաններում, այ անկախ պետության մտավորականը ըստ էության ոնց պիտի լինի, Ես կարծում եմ, որ այդ հարցադրումը շատ ուժեղ է բանի գրքի մեջ։ Այդ մասը շատ տենց ազդեցիկ է, թե ինքը ոնց է սոված մտավորականը, հələ այդ անցյալի իներցիայով փորձում է պաշտոնյաներից ինչ որ գումար հայթայթի, որպեսզի կարողանա իր ընտանիքը պահի, բայց այդպես էլ չի կարողանում գտնի այդ հարցի պատասխանը, թե այ պետության դեպքում մտավորականը իրան ոնց պետք է դրսևորի, ոնց իրան պետք է պահի ու այդ նեղացվածությունը ամեն դեպքում պետական պաշտոնյաներից, նախարարներից, չգիտեմ, նախագահից եւ այլն տենց Որոնք իր ընկերներն էին, չէ՞, ստեցան։ Գրողը նկարագրում է, որ իր ընկերներն էին։ Այդ նեղացվածությունը կա տեքստի մեջ, որ ինչի մեզ չեք շարունակում վերաբերվել այնպես, ոնց որ սովետներ վերաբերվում իր մտավորականությունը ու հետաքրքիր է, որ այդ զգացողությունը միջև հիմա էլ մանավանդ այն տարիքով սերնդի մտավորականների մոտ այդ պահանջը պետությունից, որ այ պետությունը պիտի հոգ տանի մտավորականի մասին, գումար տա, խնամի եւ այլն, այդ դա կա, ու ես կարծում եմ, որ դա շատ խանգարող բան է մտավորականի համար, այդ նայել պետության ձեռքին, նայել պաշտոնյայի ձեռքին ու պետություն ունեցող արդեն հանրության կարգավիճակում այդ մտավորականությունն էլ պետք է ինքը տրանսֆորմացվի, փոփոխություններ կրի, այլ մարտահրավերների դիմակա իրան նոր դեր գտնի, այդ դերի փնտրտուքն էլ էլի շատ հետաքրքիր է այս գրքի մեջ, թե այդ անցումնային փուլում այդ ջրբաժանին սովետական միությունից անցումը դեպի անկախ Հայաստանի մտավորականի վրա ոնց է ազդել ու դե իհ պարզա որ միայն մտավորականի մասին չի խոսքը շատ են գիտնականներ մյուսներ շատերը չեն պատկերացրել թե իրանք նոր իրականության պայմաններում ոնց իրանք պետք է դրսևորեն ոնց պետք է իրանք տրանսֆորմացվեն ու դա մեծամասամբ ինչ որ նեղացվածության է վերաբերվել այսինքն իրանք չկարողանալը տրանսֆորմացվելը բերել է նեղացվածության արդեն պետությունից կամ իշխանություններից ու տենց նեգատիվ բանա տենց գիծը հա տանում ինքը մեջը թե այդ նախարարների կերպարները ոնց է նկարագրում ոնց են իրան ճաշկերույթի կանչում ու փող տալիս եւ ասենց ինչ որ դրվագներ կա թե նախագահի հետ հանդիպում թե կաթողիկոսի հետ հանդիպում այդ շատ հետաքրքիր է այդ սովետից դեպի անկախ Հայաստանը անցնող ժամանակահատվածում մտավորականի դիրքորոշումը Այ ասածներիդ մեծ մասի հետ համաձայն եմ մենակ որոշ ձևակերպումների հետ համաձայն չեմ կարծես թե վերագրես դա բանին հեղինակի դիրքորոշմանը միշտ օրինակ կերպարը երբ որ պատմում է որ բանի նախարարների հետույքներին հարմար օճառվում էր կամ սենց ինչ որ բան ակնհայտ է որ ինքը այդ կերպարի մասին է պատմում որի հետ խնդիր ունի այսինքն որը իսկ թվում է ինքը քո ասած հարցադրումներն է առաջ քաշում ոչ թե ինքը նեղացավ որտեվ ինքը իդեպ Խեչոյանը քիչ մարդկանցից է որը նեղանալու տեղ ունի այլ ինքը ոնց որ ասում է արվեստագետը ինչ պիտի անի ստեղ ու սա անկախության շրջանի մանավանդ առաջին շրջանի կարևորագույն հարցերից է եւ կարևորագույն գրական հարցերից իսկ պատասխանը գտնում ես գրքում որում ես կարծում եմ որ Խեչոյանը լավագույնս է արձագանքել նա ինչ խնդիր մենք ունենք հայ գրողները արդի շրջանում էլի սկսած Աբովյանից իրանք քաղաքական ծրագրեր գրողներ են եղել ու հիմնականում քաղաքական գործիչներ, քաղաքական միտք ունեցող գործիչներ, ու երբ որ անկախության շրջանը եկել է, նրանք ովքեր գրողներ էին, բայց քաղաքական միտք ունեին, այսպես բանով բոլորով մտան քաղաքականություն կամ մի մասը նույնիսկ կարող է բաներ ավելի շատ գրող էր, քան քաղաքական գործիչ, չգիտեմ, օրինակ բանը Հրանտ Մաթեոսյանը, Պերճ Զեյթունցյանը, Վարդգես Պետրոսյանը, իրանք էլ մտան քաղաքականություն եւ եղան քիչ մարդիկ, ովքեր չընտրեցին քաղաքականություն մտնել։ Այդ քիչ մարդկանց մեջ մեկը Լևոն Խեչոյանն է, որը հասկանում է, որ իր հարցը գեղարվեստական է, բայց ինչ խնդիր պետք է լուծի ինքը գեղարվեստական գրականությամբ։ Իմ կարծիքով սա ինքը այս որոնման մասին է նաև այս պատմությունը։ Հիմա ինչ խնդիր ունի իր արժեվ դրված գրողը,
քան թե բանի, էլի, նեղացվածության, որովհետև ինքնա ընտրել, ինքնա որոշել, հասկանում ես, իրական Վանոյի շրջապատից բան քաղաքականություն ցածկելը եւ այդ հարմար կյանք ունենալը այդքան էլ բարդ չի եղել։ Ոչ Խեչոյանի, ոչ Շեկոյանի, ոչ մյուսների համար, ովքեր ընտրել են դա, քիչ մարդիկ, ովքեր ընտրել են չզբաղվել քաղաքականությամբ եւ շատ գնահատելի է ու պետք է հասկանալ ուրեմն ինչա տեղի ունենում։ Այն ինչ որ տեղի է ունեցել անկախության շրջանում գրականության հետ շատ տարօրինակ բան է, որովհետեւ եթե հիշես անկախության նախորդող տարիներին 80-ականների վերջերին գրողները հրատարակում էին 100,000-ավոր օրինակներով, այսինքն ինքը քարոզչական բնույթ ուներ, ծրագրային գրականություններ, որոշված էր ով ինչ պետք է անի եւ այդ բոլորը վաճառվում են եւ գրող լինել է բաներ, ապահով ապրելու նաև հնարավորություն էր գործեր։ Դե բայց ոչ թե վաճառվում էր, այլ պետությունը այսպես ասած գրողին որպես տողավճար էին տալիս, աշխատանքի վերցրած լիներ, գրողին աշխատանք էր տալիս։ Նրանք ովքեր բան են վաղ սովետական շրջանում սկսում են գրել հետ սովետական Հայաստանում հայտնում են մի հատ իրավիճակում, որտեղ ունեն բաներ լավ կողմեր եւ վատ կողմեր, առավելություններ եւ թերություններ։ Լավ կողմը այն է, որ իրանք ունեն խոսքի ազատություն, մի բան, որ չեն ունեցել նախորդ շրջանի գրողները, այսինքն նախորդ շրջանի գրողներին մենք որ հիմա սովետի գրականությունն նայում ենք, ի՞նչն են գնահատում, այս քողարկված մեսիջը, այս բանը, չէ, քողարկված քաղաքական բանը, քողարկելու ոչինչ չկա, խոսքի ազատություն կա, ու այդ խոսքի ազատությունը ոնց որ գրականությունը այլևս այդ բուն է, հա, քաղաքական քարոզչության ֆունկցիա չունի, գրողները գնացի դարել են քաղաքական գործիչներ։ Հետաքրքիր պահել այդ արվեստի դեպքում, երբ որ ցենզուրա կա, կապ չունի գրականությունն է, նկարչությունն է, թե կինոն է, երբ որ կա ցենզուրա, այդ արվեստագետին դա ստիպում է ավելի ստեղծագործ լինել, ինչ որ sense բաներ գտնել, ասել, այ ես մի հատ այնց տող եմ գրել կամ մի հատ այնց կադր եմ դրել, որը այդ ցենզուրան չինովնիկը չի հասկանում, որովհետև տգետ է, բայց այ հանրությունը ինչ որ ժամանակ հետո կհասկանա այդ իմ հղում ու դա ստիպում է մարդուն ավելի ստեղծագործ լինել։ Ինչքան բաց է ու ազատ է, այնքան այդ ստեղծագործական բանը սկսում է բթանալ, որովհետև ինչ որ ցենզուրայից փախնելու կամ ավելի տենց ստեղծագործ լինելու կարիք առանձնապես չկա։ Ուրեմն ինչ խնդիր ունի գրողը, էլի, այս հարցն է ինքը տալիս։ Ինձ թվում է այս գրքով այս հարցն է տալիս ու եթե նկատում ես այս գրքի գրողը ամենից առաջ կենսաբանական էակա, ինքը բավականաչափ վեհ չի, բավականաչափ բան չի, չգիտեմ, պաթետիկ չի, ինքը ինչ որ բան է, գրողի պատմությունը ինչի մասն է, մենք իր գրքի մասին համարյա բան չգիտենք, ինչա այդ վերագրերի վերսում գնում է, Ծաղկաձոր գալիս է, Երևան եւ այլն, ինչ որ կանանց հետ հարաբերությունների շատ կանանց հետ հարաբերությունների հերթագայությունն է այս գրողի կյանքի պատմությունը ու ինքը շատ կենտրոնացած է կենսաբանության վրա, որը կարծում եմ հենց այդ բանն էր ազատության առաջին բանն է ռեակցիան է, ինչի մասին խոսենք, նրա մասին, ինչը ամենաշատն էր սովետ արգելում։ Եվ մի հատ ուրիշ բան էլ ունի, ձև ունի մտածելու, դա շատ ինքնահայացումն է կյանքի իմաստի որոնում եւ այլն գրելու իմաստի որոնում, ինքը անդադ գրելու իմաստն է որոնում։ Դա շատ սիրուն ձևակերպումներ ունի, ասում եմ, մի բան եմ մտածում, որը դեռ չեմ հասկացել։ Այս բանը էլի որ մտածում է ինքը բանի մասին այդ իր նախորդ սերնդի գրողի մասին, որը ըստ երևույթի Մաթեոսյան կերպարն է, որ ասում է այս պահից ես իմ ճանապարհը մենակ պետք է անցնեի հիվանդասենյակից դուրս գալուց հետո, ու ինքը անդադ գրական հարցերը, գեղարվեստական հարցեր է դնում, չի պատասխանում կարող է որոշներին մինչև վերջ, բայց ինքը հաստատ ավելի գեղարվեստականացված ու էգզիստենցիալ հարցեր ադնում եւ ինչը բնական է դեպ անկախության շրջանի գրականության համար, որտեղ երկրաշարժից ու պատերազմից հետո կյանքի իմաստի մասին հարցեր են առաջանում։ Հա ոչ միայն պետության իմաստի մասին անկախությունից հետո, ոչ միայն կենսաբանական իմաստի մասին, ցենզուրայի դուրս գալուց հետո, այլ նաեւ կյանքի իմաստի մասին, ինչի ընդհանրապես այս կյանքը, ինչը ստեղ երևում է իրականում շատ հաճախ թե պատերազմի դաշտում, թե ինչ ես կասում, այդ սերնդի արվեստագետները ի վերջո ֆեյլ են դա արել, թե չէ, ինքն այդ փնտրտուքը թե ինչպիսին պետք է լինի մտավորականը անկախ պետության մեջ, իրանք այդ մարտահրավերը ֆեյլ են արել, թե չէ։ Այսի գրականագիտական դիտանկյունից ինձ համար այս որոնումը գեղարվեստական արժեք է։ Այսինքն այն որ ինքը այդ հարցերը տալիս է, ինքը արդեն գեղարվեստական արժեք է։ Ես բանը
Ես Խեչոյան կարդալ զգում եմ, որ անցել է բաների, հավերժական հարցերի եւ պատրաստի պատասխանների ժամանակաշրջանը, ինքը այդ բանի մոդեռնի ու պոստմոդեռնի արանքում ինքը կորցրել է արդեն բանը, ճշմարտությունը, որը մոդեռնի հիմնական ցուցիչն է, բայց դեռևս չի հասել այն բանի ցինիզմին, որը պոստմոդեռնն է բնորոշ եւ ինքը հավատում է, որ կա ուրիշ ճշմարտություն եւ որոնում է, հարցադրում է, փորձում է ու ինձ համար այդ ջանքը գեղարվեստական արժեք է, ես դա ֆեյլ չէի անվանի։ Ստեղ մի հետաքրքիր զուգահեռել իմ մտքին եկավ, հա, նույն Աբովյանի հետ որ բան անենք, հա, զուգահեռ անցկացնենք, ոնց է աղասին փորձում է ինչ որ քաղաքական հարցեր լուծել, անիում մնալ եւ այլն, եւ որ վերջում չի կարողանում դա անել, գնում է այ ռուսաց թագավորին ասում է ինձ ուրիշ բան չի մնում, քան թուրս ու գլուխս դնել քո ոտի տակ ու արդեն որպես մարտիկ մասնակցել պատերազմին, ինչ կասես դա էլ կանեմ, հա, հիմա ու տենց զուգահեռ ոնց որ իմ մոտ բան եղավ, այդ գրողը, որը որ չի կարում իրան գտնի որպես մտավորական, իր դերը այդ նոր իրականության մեջ չի կարողանում գտնի, իրեն չի մնում ոչինչ այլևս, քան գնալ պատերազմի, շատ դեպքերում նաև այդ չհասկանալով թե ինչի համար է նա գնում, ինչ արդյունքի համար է դա գնում, այստեղ մի հատ տենց տող կա, որը հանրությանն է վերաբերվում, բայց նաև կարելի է այդ գրողի տվայտանքների արդյունքում բան անել, հա, ժողովրդին այրել էին հայրենասիրական կարգախոսներով, բայց առանց հարցնելու, նրան մասնակից էին դարձրել արդեն նշմարվող փորձություններին, այդ անորոշության պատճառով ավելի էր սաստկանում վախն ու հուսահատությունը, համարձակախոսներին արհամարհեցին, ողջախոհներին լռեցնում էին, ու դրանից հետո ասում այսքան գնում ենք ճառերը, այնքան մնում էին։ Ինչ կասես այդ զուգահեռի մասին, ոնց աղասին իր քաղաքական միսիան ֆեյլ անելուց հետո իրան չմնաց ոչինչ այլևս քան գնալ պատերազմելու որպես մարտիկ ու գրողը մտավորականը գրքի կերպարն եմ ասում, հիմա դու կարող ես ասել դա իր մասին չի, այլ կերպարի մասին է, որը որ չի կարողանում գտնել իր նոր միսիան փոխված իրականության մեջ ու իրեն չի մնում ոչինչ այլևս քան գնալ որպես մարտիկ ու մասնակցել մի պատերազմի, որին չերևում թե ինքը հասկանում է թե ինչի համար է դա անում։ Լսի, այդ պատերազմին մասնակցելու իր բանը, նկարագրությունը շատ հետաքրքիր է, որովհետև իսկապես իրանք չէին հասկանում ինչ են անում, որ ասում ինչքան գնում էինք, այնքան ճառերը մնում էին թիկունքում, մենք համոզված էինք, որ մենք չենք մեռնելու, որ մենք բոլորս վերադառնալու ենք, կանայք մեզ ծափահարելու են, ասել են հերոսները եկան եւ այլն։ Այսպիսի բան է, ինչ որ ռոմանտիզացված բան կա, որը իդեպ Չարենցի բանում է, դանթեական առասպելում էլ այրվում, տեղ զուգահեռներ կարելի է տանել ու ինքը պատերազմի դաշտում շարունակում է գրել, ընդ որում ինձ թվում է երբեմն շատ ավելի հաջողական բան է, բայց քան այն պատումները, որոնք պատերազմի դաշտից դուրս էին ու երբ որ ասում առաջին մեռնողին տեսանք, կլանվել նայում էինք, ակնհայտ է, որ սրանք ոչ պրոֆեսիոնալ զինվորականներ են, որոնք կյանքում մեռնող մարդ չէին տեսել եւ սա իրանց բան է, ինչ որ փորձություն է, որին իրանք պատրաստ չեն։ Ու եթե նկատել ես, երկու հատ բան եմ ուզում ասեմ, բառի մասին եմ ուզում ասեմ, այս գրքում խաղաղություն բառը ավելի շատ է, քան պատերազմ բառը։ Խեչոյանը նույնիսկ երկու կրակոցի միջև ընկած մի քանի վայրկյանը կարա անվանի խաղաղություն։ Ասում է, ոնց որ կրակեցին, հետո ասում է մի քանի վայրկյան խաղաղ էր։ Գիշերը խաղաղ անցավ, առավոտը խաղաղ։ Այդ պատերազմի դաշտում այնքան խաղաղություն կա իր բանի մեջ, իր օրագրերի մեջ, որ երևի խաղաղության մեջ ապրող մարդիկ այդքան խաղաղությունը չասեն, ու ինքը անդադ ոնց որ որոնի, ու ինքը բանի կնոջ հետ էլ այդ կռիվ ունի, ինքը ասում է ինքը չէր ուզում խաղաղություն, նույնիսկ բանի ընտանեկան կյանքում բան, ու հա, իդեպ ինքը այնտեղ նաև բան է, գրողի կերպարին որ նկարագրում է, ինքը բան է, խաղաղություն որոնելու համար է հելնում գնում պատերազմ։ Ասում է Նոյեմի հետ անհնար էր ոնց որ խաղաղություն գտնել, պետքա փախչեի իրանից։ Հենց սենց էլ նկարագրում է, էլի, որ ինքը տենց գնում է ներքի խաղաղություն գտնելու, որը իհարկե շատ բան է, արկածախնդրական է, էլի այդ պատերազմը։ Ընդ որում, գիտես, այս նարատիվը նման, էլի, այս նարատիվը բաներ կա։ Բանում կինոներում էլ կա պատերազմի մասին շատ հաճախ այդ բանը, այդ մի վախեցիր
կյանք ու կռիվ գուցե դրանք այդ բանի, այդ որ իրանք գնում են պատերազմ ոչ թե որտեվ մտածում են գնան պատերազմ, այլ որտեվ ինչ որ հանգամանքների բերումով ուզում են փախչել, հա, այս խաղաղության իրականությունից, այսպես ասած, ու այդ շատ բնորոշ է Օնանին նույնպես, որտեվ ինքը ոնց որ բանը Նոյեմից է փախչում, որտեվ Նոյեմը դե ինչ որ էլ իրար հետ իրար չէ, ասում տղամարդու նման էր դառնում, չէ, կրծքի վիրահատությունից հետո եւ այլն, ինքը որպես տղամարդ փախչելու կարիք ուներ, ու սա է իրա նկարագրած Օֆտանում պատերազմ, եւ մի հատ էլ բան կա, որ ուզում էի ասեի այդ բանի թշնամու մասին, հա, ինքը շատ հազվադեպ հակառակորդին անվանում թշնամի, ասում նրանց գյուղերը ընկնում էին, նրանց աղջիկը, չգիտեմ, շիլկայի վրա նստած, նրանց տները, նրանց շները, այսինքն նրանք ասում ոչ թե բան, թշնամի, եւ հետաքրքիր է, եթե դու ուշադիր նայել ես, դե նայ բանի համար պատերազմ նկարագրելու համար, հերոսականություն, պատերազմ նկարագրելու համար ինչա պետքա թշնամի, պետքա հերոս։ Հերոսը պետք է գնա թշնամուն հաղթի, որում թշնամի պետքա լինի ուժեղ, թշնամի պետքա լինի բան մսրամելիք, պայմանական, հա, որ 40 օր չկարենան քնից անեն, հերոսը պետքա լինի Դավիթի պես համարձակ քաջ, մի քիչ խելար ու գնա ու արդար, ու գնա սպանի այդ բանին, ուժեղ թշնամուն եւ դառնա հերոս։ Էսա պատում է էլի հերոսականության։ Ինչա մեր մոտ տեղի ունեն, իրանց միակ թշնամին ռեալ, որին իրանք հանդիպում են, որ իրանց սպանել է, նու իրանց տանկերը խփել է, այդ մի հատ կինա շիլկայի վրա նստած աղջիկը, որի օրագրի մեջ ասում է արևի մասին տողեր կային, շուն հրամանատարների եւ որ բանի հացի սպասելու մասին նույն պատմությունը ինչ որ իրա բանում է գրում, հա, իրա օրագրերում է գրում ու հետաքրքիր մի հատ էլ բան կա, ինքը քանի դեռ թշնամին վերացական է, ոնց որ իրանց նկատմամբ ունի այդ բանը ոչնչացնելու զգացողություն, հենց որ դառնում է իրական, կորչում է այդ ատելությունը, զգացողությունը ու ես էլ այդ կապակցությամբ եմ մի հատ հասկանում եմ դիմացինն էլ է մարդ նայրի բնորոշ է։ Ինքը այդ շատ բան է անում էլի, շատ հաճախ է դրա մասին ասում, ես տեղ մի հատ հետաքրքիր բան եմ կադր է էլի, ինքը իրական կադր եմ առանձնացրել, ասում է դիմացս 5-6 կիլոմետր հեռավորությունից հանկարծ երևաց նրանց լույսերի մեջ շողշողացող քաղաքը, շրջվեցի, ետևս մութ էր, խավար, ցանկություն է բռնել կրակել ամեն մի վառվող լույսի վրա, ճշտեցի, ատելություն է, իսկ մի քանի օր առաջ նրանց գերի ընկած աղջկա հետ էի խոսում, լաց էր լինում խոշոր արցունքներով, իմ մեջ ատելություն չկար, նրանց գյուղացի ծերուկը իր նկուղում էր պահում երևարված որդու կամ նրա դիակի հետ փոխանակելու համար, Ծերունին էլ էր լացում, իսկ մեջը ատելություն չկար Թամարի նկատմամբ, Թամարը թշնամու աղջիկն է։ Կարծեմ մխիթարելու համար նույնիսկ ձեռքս դրեցի ուսին, իսկ ինչ ատելություն էր վառվող լույսերի նկատմամբ։ Այսինքն երբ որ լույսերը մարդիկ չեն, հա, տեսնում ես թշնամու գյուղը լուսավոր է, իր հետևում մութ է, ինքը ունի այդ ատելությունը, ասում են ճշտեցի ինչ զգացողություն է, արձվեց ատելությունը, բայց երբ որ ասում է այդ աղջկան երևարված տեսա, մեջս ատելություն չկար, ու այդ կանայք իրականում հետաքրքիր կերպով պատերազմի դաշտում հանդիպող կանանց մեծ մասը բան են, թշնամու աղջիկներն են, երևի մի դրվագ կա, որ ֆրանսուհի լրագրող է, այդ շիլկայի վրա նստած աղջիկն է, այս Թամարն է, որի նկատմամբ ատելություն չկա։ Երեխան է, 10 Հա, այդ բանը 12-13 տարեկան երեխան է, որին նկատմամբ բռնություն կիրառելու բան կա, նույնիսկ տրամադրվածություն կա, որը ձախողում են եւ մի հատ էլ աղջիկ կա 21 տարեկան, որը այդ երկու տղամարդու հետ գերի է ընկել, զանգում են ասում են մեր մոտ 3 գերի կամ ասում է այդ աղջիկը պետք չի, թշնամին ասում են ինքը արդեն հարամ է, մենք իրան հետ չենք ուզում, ու այս կանանց պատերազմի հարաբերությունների կոնտեքստում, որը բան է, էլի համաշխարհային հետաքրքրության թեմա է, այստեղ երևում է թե ոնց են կանայք մի քանի անգամ ավելի շատ չեն մասնակցում այդ բանը չեն նախաձեռնող չեն մասնակից չեն բան չեն բայց իրանք ավելի շատ են տուժում որտեղ այն խեղճ աղջկան ասում է պետք չի մեզ այլևս ու այդ թեման նույնպես տեղ առկա է ամեն դեպքում այդ պատերազմի հետևանքների ու պատերազմի ընթացքի դեմոնիզացիան ես կարծում եմ մեր գրականության համար բավականին կարևոր բան է, որտեղ ոնց որ մի քիչ առաջ դու ասացիր, այդ հերոսական պատումների պակաս մեր գրականության կամ մեր
հանրային խոսքի ու մնացածի մեջ չկա, որտեղ որ այդ հերոսը ոչ մի ձև այդ պատերազմն ու բանը դեմոնիզացիայի չի ենթարկում, շատ բացարձականացրած է։ Այս գրքում այդ զգացողությունը կա, ինչքան էլ որ ես ասում եմ սա հաղթողի տեսանկյունից է, մեկ է ամեն դեպքում այդ պատերազմի դեմոնիզացիան բավականին սթափեցնող բան ունի իր մեջ, որ կարդացողը դու որ ասում ես մարդա թշնամին, ես հիշեցի, որ այստեղ մի հատ հատված կա, հիշում ես, որ իրար դիմաց են դուրս գալիս, ասում եմ, վարքյանական նույն բաներն ենք, նույն շարժումներն են անում ու այդ կանաչ աչքերով զինվորնա, որը հետո իրան կյանքում հետապնդում է նաև բանի, որպես գրող առօրյայում եւ այլն։ Այդ հատվածը Խեչոյանը ունի առանձին պատմվածք, վերնագրված քո դեմքով եւ նմանությամբ ստեղծվածները, որը Աստվածաշնչյան հղում է էլի, որ Աստված մարդուն իր դեմքով եւ նմանությամբ ստեղծեց։ Եվ այստեղ ինքը բանա շատ ավելի ուժեղ է այդ հղումը դնում բանի մեջ, այդ պատմվածքի մեջ, երբ որ վերնագիրը դնում է, որ բոլոր մարդիկ թշնամու մարդը, մեր մարդը Աստծո դեմքով եւ նմանությամբ ստեղծված են։ Այստեղ մի տողել կա, որը ինձ շատ էր տենց շատ էր ազդել իմ վրա, թվում է թե տենց շատ ոչ կարևոր տող է, այդ պատերազմական օրագրից է, 13 ապրիլի, ուղղաթիռ չկա, քաղցից է, թե նրա չգալուց, ոչ մեկս տրամադրություն չունի, մի օծ տեսա։ Ես եթե փորձեի գիրքը մի նախադասությամբ ամենակարևոր, մի նախադասությամբ որ նկարագրեի, ես տողը կվերցնեի, որտեղ այդ ինչ որ բանին սпасելը ուղղաթիռն էլ հա տենց հասկանանք վերևից ինչ որ մի բան, այդ սպասման զգացողությունը շատ բնորոշ է էլի ու մենք էլ հատկապես այն ապրիլյանի ժամանակ թե դրանից հետո էլ 44 օրյայի ժամանակ այդ նույն զինվորականների կողմից պատմությունները որ անընդհատ սпасել են որ այսա մի բան կգա, մի փրկություն կգա։ Էսա կդադարի պատերազմը, էսա զանգ կլինի Մոսկվայից։ Այդ սպասումը այստեղ շատ կա։ Իրենք անընդհատ ինչ որ սպասում են, ուղղաթիռին են սպասում, ուղղաթիռը չկա, իրենք տրամադրություն չունեն, իրենք անընդհատ սպասում են որ ինչ որ վերևից պիտի մի հատ լույս կա, որը որ կդադարացնի պատերազմը եւ իրենց տանջանքները եւ մնացածը։ Ու դա էլ մեր այդ պատերազմական բանի մեջ շատ կա, էլի, երբ որ արդեն մեր ժամանակներ մենք ենք կարողանում հետևել այդ նույն 44 օրյան, դրանից առաջ էլ այդ սպասումը, հա, հեսա զանգ կլինի կդադարի, այս օրը չկա, վաղը չկա, մյուս օրը կզանգեն, հաջորդ օրը կզանգեն։ Ու տես մենք էլ մնացինք այդ սպասումի մեջ ու այս Խեչոյանի գրքի կերպարն էլ էլի տենց միջավայր մնում այդ սպասումի մեջ է լուծում չկա իրենք սպասում են որ ուղղաթիռը գա Եվ քանի որ մոտենում ենք ավարտին, Հայկ ուզում եմ բան անել, այդ նաև որոշակի վեհանձնության դրվագների մասին խոսել զինվորների, որոնք անշուշտ արկա են, այդ եղբայրության զգացումը շատ ուժեղ է, հիշում ես, որ հավանական թունավորված ջրհորից ջուր պետքա խմեին, մհերը կամ պատմվածքում ասում է հրամանատարն է առաջինը ջուրը խմում, նոր տալիս զինվորներին, որը իրական աբսուրդ կարա հնչի բանի, զինվորական բանի պրոտոկոլի տեսանկյունից մի դրվագ կա, երբ որ իրանց անդամալույց ընկերներից մեկը գնում է գյուղի տներից մեկում պարկում է, որպեսզի չկարողանան նահանջել։ Մի դրվագ կա, որտեղ հրամանատարը գնում է զենք ուզելու եւ սպառնում է, որ նռնակով է գնում նախարարից զենք ուզելու, որ իրեն կպայթեցնի։ Եվ մի դրվագ էլ, որ ես էլի տենց այդ առանձնացրել եմ այդ դիտանկյունից, իսկ բան արեցի։ Մոռացա, բայց իրական sense դրվագներ կան բաների մոտ, Խեչոյանի մոտ եւ բոլոր այս դրվագները բանել եղբայրության զգացումի մասին են ոնց որ իրար նկատմամբ հա հիշեցի գիտես որն է այդ որ բանի մի դիակ կա արդեն մահացած ընկեր կա որին ամեն 40 օր շարունակ թաղում են հետները տեղափոխում են ասում 40 օր մհերի դիակը հետներս տեղափոխում են իրանց բանի էլի այդ սոլիդարության եղբայրության զգացողության մասին է որը ոչ մի կերպ բան չէ էլի այն պաթոսը չի պատերազմական բայց դրան հակադիր կա նաև այդ դասալիքների հանդեպ վերաբերմունքը որտեղ որը գրքի մեջ շատ տենց էմոցիոնալ ու շատ տենց դաժան է հա այն նույնն ուսուցչի նկատմամբ որը փորձում է գնա կիսլավ հա չեն հավատում խեղճին բայց ոնց է համ էլ հավատում են համ չեն հավատում համ
այդ բանը, որ ինքը պետք է չպատերազմի ու գնա, այնց է իրանց վրա ազդում, որ անընդհատ նվաստացնում են, ծեծում են, նույնիսկ եթե տենց։ Հա, ու հետո ուրիշ դրվագել կա արդեն իսկական դասալիքների հանդեպ իրանց վերաբերմունքը շատ դաժան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ուզում պատերազմեն, չեն ուզում կռվեն, ասեն շատ դաժան վերաբերմունք կա գրքի մեջ դասալքության վերաբերյալ։ Այդ մեր խոսակցությունը ուզած չուզած մոտեցավ ավարտին, եթե ինչ որ ամփոփելու բան ունես, քեզ կթողեմ ամփոփելունը։ Դե ինձ թվում է Ես բացմախոսքը ասացի, դու փորձի փակման։ Դե ես իրականում խորհուրդ կտամ, եթե հետաքրքրեց խոսակցությունը անպայման կարդալ, որովհետև ես եթե դեռ չեն կարդացել, որովհետև ես վստահ չեմ, թե մենք կարողացանք ամբողջ բանը փոխանցել զգացողությունների, ես կարծում եմ, որ դա շատ արժեքավոր գիրք է, ես իրեն շատ այս գիրքը շատ սիրել եմ, թե նախորդ շրջանում որ կարդացել եմ, թե հիմա որ կարդացի գեղարվեստական բարձր արժեքով գիրք է ինձ թվում եւ խորհուրդ եմ տալիս նաեւ կարդալ, որպեսզի մեր գնահատականների վերաբերյալ դատողություններ անելիս նաեւ նկատի ունենան բնագիրը, ոչ միայն իմուքով դիտանկյունները։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։